Կանաչ տարածքների ոչնչացումը Գյումրիում ըստ բանախոսների դարձել է սովորական երևույթ։ Առանց հասարակական կարծիքը հաշվի առնելու քաղաքային իշխանությունները քաղաքի ցանկացած տարածք կաճուրթի են հանում, վաճառում կամ վարձով տալիս, լինի դա ազատ տարածք, թե կանաչ գոտի։ Խնդիրն այստեղ համայնքային բյուջեի գումարներն ավելացնելու մեջ է, գտնում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը։ Վերը նշված քաղաքականության հերթական զոհը Գյումրու Արագած փողոցն է։ Երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կանաչ տարածքում փորվել է մի մեծ փոս, որը իբրև թե արվել է ժամանակավոր շինություն կառուցելու համար։ Այնինչ իրականում 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը երկարաժամկետ վարձակալության է տրվել Գյումրու քաղաքացիներից մեկին կառուցապատման թույլտվությամբ։ Այն դեպքում, երբ ըստ Գյումրիի քաղաքի գլխավոր հատակագծի տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք եւ այդտեղ արգելված է կապիտալ շինարարությունը։ Պետք է վերջ դրվի այս քաղաքականությանը Գյումրի քաղաքում եւ բացի այդ կանաչ տարածքների հետ կապված որոշումների կայացման գործընթացին պետք է անպայման իրազեկ լինի եւ մասնակցի Գյումրու հասարակությունը։ Մենք արդեն այս մասին բազմաթիվ անգամ ասել ենք եւ այս դեպքը նույնպես այն դեպքերից է, երբ մենք տեղյակ ենք լինում այդ կառուցապատումից միայն այն ժամանակ, երբ որ արդեն սկսվում է բուն շինարարության փուլը։ Իրենք պիտի երջանիկ լինեն, որ հասարակական արձագանք կա այս ամբողջին։ Դա նշանակում է, որ քաղաքը չի մեռած, քաղաքում կան առողջ մարդիկ, առողջ մտածող մարդիկ, հասարակ մտածող մարդիկ, շատ ուրիշ բառեր չասեմ, որոնք գնահատում են բնությունը, այդքան բան։ Եթե իրենք ատում են բնությունը, դա իրենց էլի հոգեբանական խնդիրների հարցն է։ Բուժման կարիք ունեն այն մարդիկ, ովքեր ատում են բնությունը, ատում են ծառերը, ծաղիկը, կանաչ տարածքները։ Լևոն Բարսեղյանը գտնում է, որ Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինը Արագած փողոցի վերը նշված հատվածը վարձակալության տալու համար մրցույթի է դրել ու հատկացրել կառուցապատման մասնավոր շահը վեր դասելով հանրային շահից։ Ուստի գտնում է, որ քաղաքապետարանը խախտել է քաղաքաշինական ծրագրերի եւ նախագծերի հրապարակման ու հասարակական քննարկման կարգը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 660 որոշումը։ Ուրեմն եւ այս բողոքն ըստ բանախոսների ոչ թե այն գործարարի դեմ է, ով վարձակալել է տարածքը, այլ վարձակալության հանձնողի։ Քաղաքապետարանը գլխավոր ճարտարապետով պարտավոր է վերջապես հասկանալ, որ դա հանրային տարածք է, դա քաղաքապետարանի տարածքը չէ, մեռանք ասել, այս նույն բաները չի կարելի էլի տարիներ շարունակ կրկնել։ Հիմքը, որն որտեղ սարքվում է մի 2-3 մետր խորությամբ, չգիտեմ էլ ինչքան խորությամբ, երբ որ դա սարքվում է, դա հեշտ քանդելու ենթակա չէ, նամանավանդ որ այդ հատվածը ունի նաև շատ լուրջ երկրաբանական խնդիրներ։ Բնապահպանը նշում է, թե հասարակական օգտագործման կանաչ գոտիներում թույլատրվում է տեղադրել մանրածախ առևտրի խանութներ, տաղավարներ, կրպակներ, բայց ոչ կապիտալ շինություններ։ Քաղաքապետարանն ու մասնավորապես քաղաքի գլխավոր ճարտարապետը ըստ բանախոսների պարզապես փորձում են համոզել հասարակությանը, թե կանաչ տարածքներ չեն ոչնչացվում կամ դրանք հետագայում կվերականգնվեն։ Այս դեպքում նրանք հարցնում են, ուր են 2 տարի առաջ հատված անկախության հրապարակի եղևնիները։ Ստիպելու ենք, որ իրենք տնկեն այդ ծառերը։ Քթներից ենք բերելու բոլոր անկործությամբ տարապող ավականիներին, որոնք չեն կատարում ավականու որոշումները։ Իսկ այն մարդիկ, ովքեր խոսում են, նրանք քաղաքապետարանի ընդամենը գործադիր պաշտոնյաներ են։ Իրենք պարտավոր են կատարել ավականու կառավարության որոշումները եւ Հայաստանի Հանրապետության օրենքները։ Եթե չեն կատարում, բուռն դիմադրության են հանդիպելու։ Սա ընկերական խոսակցություն չէ։ Սա քաղաքի շահերի պաշտպանությունն է։ Ինչ միջավայրում կկամենան, ինչ սեղանի շուրջ կկամենան, որտեղ կկամենան, մենք պատրաստ ենք պաշտպանել մեր տեսակետները, վիճել այնքան, մինչև զուլը լի։ Խնդիրը բնապահպանները բարձրացրել են նախագահի մակարդակով, պահանջում են դադարեցնել տարածքի շինարարությունն ու վերականգնել կանաչ գոտին։ Այժմ արձագանքի են սպասում, որից հետո հետագա քայլեր կձեռնարկեն։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում, Պապոյան, Գալանյուս։